Աղբահանությունը Երևանում 2025 թվականից թանկացել է։ Եթե նախկինում քաղաքացիներն աղբահանության համար վճարում էին ըստ ընտանիքի անդամների քանակի, ապա այժմ վճարումը հաշվարկվում է բնակարանի քառակուսի մետրով, այսինքն ըստ բնակարանի մակերեսի, 1 քառակուսի մետրի դիմաց 13 դրամ։ Այս փոփոխությունը ֆինանսական տեսանկյունից դժվարություններ է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների համար։ Armenia Today-ը հարցման միջոցով փորձել է հասկանալ, գոհ են արդյոք քաղաքացիները աղբահանության ծառայությունից, աղբի վարձը թանկացնելուց հետո կա տեսանելի փոփոխություն դեպի լավը, եւ արդյոք բնակիչները թանկացումը համարում են արդարացված։ Պահը գիտի, նայած օրվա որ ժամին, քաղաքի որ հատվածում, հիմնականում Էրեբունու կողմերն է, որ աղբը միշտ շատ է լինում։ Իսկ նախորդ տարվա համեմատ այս տարի աշխատանքը նորմալ է, ավելի համակցված են աշխատում, լավ է։ Աղբահանության աշխատանքից նայած տեղ գոհ ենք, նայած տեղ չէ։ Տեսնում ենք, որ կենտրոնում ավելի շուշուտ է հավաքվում, ավելի ժամանակին է հավաքվում, քան ծայրամասերում։ Մինչև աղբը չի հելնում, չի թափվում, չեն հավաքում։ Այսպես է, ամեն մարդ իր ինչպես ասում են, գործի հեշտությունը գտել է։ Աղբերի ամանները թողում են դատարկ, կեսը տանում են, կեսը թողում են։ Հիմա արդեն մի քանի ամիս է տան աղբները թանկացրել են, ժամանակ Հա, այդտեղից սկսի աղջիկ ջան, թանկացրել են, թե ինչի են թանկացրել չեմ հասկանում։ Մարդով, քանակով, թվով վճարում էինք, ինչա նշանակում հատակագծով վճարել։ Կան սենյակներ մարդիկ չեն օգտագործում, դատարկ ոչ մտնում, ոչ ելնում են, այդ աղբի փողնել են տալիս, որպես ինչ։ Հրեշտակներն են գալի աղբ թափում, սատանաներն են աղբ թափում, որտեղից է հավաքվում, այն աղբը, որ տերիտորիայի, որ չի օգտագործվում, դա որ աբսուրդ եմ համարում, դա շատ իզուր արեցին, ինչպես մնացած մի քանի բան է, որ պետքա չանեին ու արեցին, ժողովրդի գրպանը մտնելու համար։ Առաջ ավելի լավ էր, բայց հիմա այդքան դժգոհ չէ։ Ես քաղաքապետարան եմ զանգահարում, ամիսը 2 անգամ գալիս են Բաքվով լրիվ հավաքում են։ Իսկ որ չեք զանգահարում չեն գալիս։ Չէ։ Իսկ աղբի վարձը թանկացնելուց հետո որ փոփոխություն կա դեպի լավը։ Չէ, չէ աս։ Չէ, Ինչու։ որովհետեւ սաղոլիկն է։ Իսկ նախորդ տարվա համեմատ Անցած տարի էլ էր նույնը։ Գոհ եմ։ Գալիս են տանում են, որտեվ հենց Մաշտոցի վրա է։ Եվ բավականին, այո, շնորհակալություն։ Շատ վատ։ Չէ։ Ոչ, ինչու։ որովհետև միշտ դեռ կողքերը կուտակված է ու լիքն է։ Նախորդ տարվա համեմատ Չէ, լավ է, նախորդ տարվա համեմատ լավ է։ Այո։ Նախորդ տարվա համեմատ հիմա քաղաքապետարանի աղբահանությունը ավելի լավ է աշխատում։ Մի փոքր լավ է, բայց վերջնական չէ։ Իսկ աղբը թանկացնելուց հետո ժամանակին հաշվում էին անձի քանակով, հիմա տան մակերեսով։ Դե դա սխալ մոտեցում է։ Այս պարագաներում սխալ մոտեցում է։ Որովհետև դեռ ժողովրդի մակարդակի վիճակը այն չի։ Իհարկե ոչ։ Ինչ կան ասեմ։ Նայած բար։ Չէ, ոչ։ Մեր բակում գոհ եմ։ Իսկ մայրաքաղաքում Գոհ եմ։ նախորդ տարվա համեմատ ավելի լավ է աշխատում։ Նույնն է, լավ են աշխատում, չէ։ Вообще-то կենտրոնում եմ, ապրում գոհ եմ։ Իսկ մայրաքաղաքի մյուս հատվածներում ինչ կա։ Գիտեք, այնքան քիչ եմ տանից դուրս գալիս, չգիտեմ մյուս հատվածներում ինչպես է, ինձ որ չեմ կարող դեր հարցին պատասխանել։ Իսկ աղբի վարձը թանկացնելուց հետո էլ ավելի լավ են աշխատում։ Չէ, ասի, տարբերություն չկա։ Ինչպես միշտ ա եղել, եկել են ամեն երեկո ժամը 12-ից հետո գալիս են աղբը տանում են։ Կենտրոնում այդպես է, չգիտեմ մյուս տեղերում ինչպես է։ Այսինքն վարձը թանկացնելը արդարացված չէ։ Չէ, բացարձակ։ Ամեն ինչն են թանկացրել, մենակ դա է, որ մեկն է արդարացված, ասեմ։ Արդարացված բան կա, քնում արթնանում ենք ու տեսնում ենք այս բանը թանկ է, այն բանը թանկ է, մանավանդ նոր տարի է գալիս։ Միգուցե ինչ-որ բաների զեղչեր գնան, թակառակը։ Հենց նոր տարին սկսվում է, այլ ոնց չգիտես ինչի գներ է բարձրանում, աստղաբաշխական, ինչն է խնդիրը չես կարող հասկանալ։ Կամ էլ հին ապրանքները պահում են, հետո հանում են, նոր գնում սկսում են ժողովրդի վրա վաճառել, այս ինչ ձև է։ Անվերահսկելի, անկառավարելի երկիր է դարձել մեր երկիրը, ուրիշ ոչինչ չունեմ ավելացնելու։ Դժգոհ ապրում ենք այնքան, որ այս թոշակների մանիպուլյացիան ուղղակի ես չգիտեմ, ինքը հասկանում է ինչ է անում։
թոշակները 20%-ով բարձրացրել է։ Իլուր աշխարհի ասում է։ Բայց մարդիկ կան, որոնք չեն կարող օգտվել, չէ՞, կամ ինչի փող չես տալի մարդու ձեռքը։ Այդ որ գնում ենք, մուծում ենք կոմունալները, դրա մեջ մտնում է արդյոք դա, չէ, չի մտնում։ Թե հիմա նոր օրենքով ինքը ինչ կհանի, դա էլ Աստված գիտի։ Ասում եմ, քնում զարթնում է, խելապակասը ամեն դեպքում մի բան հորինում է ժողովրդի գլխին։ Օրինակ կենտրոնում նորմալ է, բայց ծայրամասերում ոչ։ Իսկ նախորդ տարվա համեմատ Չգիտեմ, ոչ մի տարբերություն չկա։ նաև աղբի վարձը թանկացրել են։ Թանկացրել են, այո, եւ վրան ուժերել է եկել, կոնկրետ մեր վրա էլ եկել է, ես տարել եմ դրի բոլորը մուծել եմ եւ վերջացրել եմ, տարին էլ փակել եմ։ Լավ չի, բնականաբար։ Չէ, դա աղբի վարձերը թանկացնելուց հետո որևէ փոփոխություն կա դեպի լավը։ Ես փոփոխություն չեմ տեսել։ Ավելի վատ է։ Հա, լավ է։ Դժգոհ չենք։ Իսկ աղբի վարձը թանկացնելուց հետո ժամանակին անձով էին վճարում, հիմա արդեն տան մակերեսով։ Որևէ փոփոխություն կա դրական դեպի լավը։ Դե ամեն դեպքում հիմա աղբամանները լիքը չի։ Չեմ կարող ասել գումարի հետ կապված թանկացումները, ամեն դեպքում իրենց աշխատանքներն անում են։ Ոչ, գոհ չեմ։ Լինում է մեկ-մեկ լավ են մաքրում, մեկ-մեկ շատ է կուտակվում։ Օրինակ աղբի վարձը թանկացնելուց հետո որևէ փոփոխություն կա։ Դե ինչ որ մի փոքր փոփոխություն կա, բայց շատ չէ։